Շանազար գյուղը հիմնվել է 1820-ական թվականներին։ Գաղթել են Ալաշկերտի, Բասենի, Մշոկ գավառներից, ու ուրիշներն էլ կան փոքր 1-2 ընտանիք։ Սկզբից մոտավորապես, եթե չեմ սխալվում, 1000 ազգաբնակչություն ունեցել։ 60-ական թվականներ, 70-ական թվականներին գյուղի ազգաբնակչությունը հասել է 8000 ու ավել 8700 մարդ։ Հիմա ինչպես Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները քիչ մարդիկ են մնացել։ Ես սովորելու տարիներին դասախոս ունեի երջանկահիշատակ Սուքասյան, փիլիսոփայություն էր պարապում, ասում էր լժիկ հայերն ֆրանկներն, ինքն էլ էր ֆրանկ։ Լժիկ այսինքն սիրուն էլի շլիֆով կարած հայերը դրանք ֆրանկներն են։ Իսկ մեր դավանափոխությունը վերջ գոյատևության պայքարի արդյունք է եղել։ Ու մենք մինչև հիմա էլ կաթոլիկ ենք։ Իմ հոր պապի եղբայրը Անտոնյան միաբանության բարձրագույն դպրոց ավարտած վարտապետ է եղել, Սարգիս վարտապետ Յազիչյան։ Մեր բարբառն մեր ապու պապերից Ալաշկերտից եկած բարբառը, Մշո դաշտից եկած բարբառը։ Մովսեսյան Վալոդյա կար, Կենտկոմի քարտուղար էլ դառա, մինիստրների խորհրդի նախագահ էր, գյուղատնտեսության մինիստր էր։ Ես որ շրջկենտրոնի սովխոզում աշխատում էի, հաճախակի իր մոտ էի լինում, դուռն փակ է, սկսենք մայրենի լեզվով խոսալ, գյադակսեր արի նստի տեստա մորիս եկի ասում դա։ Մեր բառերը բոլոր հայ ժողովրդի մոտ հասկանալի բառեր են։ Իսկ ասենք մեր կորցրած հայրենիքը, այս երկրորդ կորցրած հայր, նրանց բարբառի խոսքակցական լեզվի բառերն հասկանալի չեն։ Մեր բառերը մոդիկ է գրականին։ Մեր արմատը նույնը, վերջավորություններն են ուրիշ։ Ֆրանկերեն։ Ես իմ հայրենիքն իմ կյանքից առավել իմ կնադի։ Միշտ էլ սովետական միության սրեն լեդմ լա եղի։ Սովետական միության սրենը ձգսանք բռնիտանին գնդակ հարին։ Ես իմ հայրենիքին առաջին պայմանը, որ հայր ասուց խնդրում եմ խաղաղություն բերե։ Մեր ազգային ավանդույթներն Ալաշկերտից եկած ավանդույթները, մեծամասնությունը պահպանվել է։ Իսկ հիմիկվա այդ փոփոխություններն էլ այս հարսանյաց հանդես են ասում, դա հարսանյաց հանդես չի, դա հարսանյաց ծիսակատարությունը, հարսանիքի ծիսակատարությունը։ Մեր մոտ առաջ հարսնիկ տևեր 4-5 օր։ Ուրբաթ մսածու էր, շաբաթ հարսնիկ էր, կիրագի խաշ էր, 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի կրջուեն էր, լիք բան էր։ Իսկ հիմա ոչ մի բան չկա, ելար, վсё։ Հարսանյաց ծիսակատարությունները սրանից 20-25 տարի առաջ, 30 տարի առաջ պահպանվում էր լրիվ, հիմա չի պահպանվում դա։ Հիմա 25-6 եկած ռեստորան։ Գավակին տանին գլնան ռեստորան մի, ճոխ ճաշկերույթ է ու անհասկանալի, գուցե իմ մոտ կարծրատիպ է ձևավորվել իմ տարիքի համեմատ։ Ես չմասկն էդի հարսնիկ է թե ճաշկերույթը։ Իմա թե անծանոթ մարդ մի, գյումրեցի մարդ մի, կամ կիրովագանցի դասախոս մի, իկասը ես իդ հարսնիկի թամադանիմ։ То գյադատ ու վերնիս վրեղնիս թամադան։ Որի տետրով թամադան կլինի, հա։ Մեծավանի ժողովուրդն շատ բարի, խաղաղ, խաղաղասեր, հյուրասեր, մարդկային ժողովուրդ է։
57-60-ական թվականներից սկսավ այդ արտակնա աշխատանքի գնալը, գնացին ու սովորեցին ու մինչև հիմա էլ գնում են, մեծամասնությունը գնում գալիս են, փոքրամասնություններն էլ սրանից 20-25-30 տարի առաջ, որ այստեղ չկարողացան ապրեին, այդենց գնացին, Սովետ միության ժամանակ իրենք Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Բելարուսիա, Ուկրաինա ու Ռուսաստանի Ֆեդերացիա, Կազախստան էլ մեջը։ Իսկ հիմա հիմնականում շանազարցիները Կրասնոյարսկ են գնում, դե բարեկամներ ունեն այնտեղ, որ այսինքն այնտեղ են բնակվում, նրանք գործ են գտնում, սրանք էլ գնում են իրենց հետ, մեկը մյուսին տանում աշխատում են։ Սուրճ, թեյ, ասեք տղաներ, չամչնա, պիեչ վարիեր արդեն։ Իմ հերն արեստավոր եղե, կանիքսի, անձը կին չի եղել, իմ աղբերն եղի, սուրդում ու տարիներ նոր, դու գիշաս ենտեղ են կարող է չիշա, կծեցին դուրս, ին հոգի էին, ես որ հիմա մտածեմ, կսիմ ինձ հերոսի կոչում բդիտեն, ես ոնց կարողացա ին մարդ պայել, ու 4 ուսանող Երևանում պայել, ես մինչև հիմա ոչ մեկի օգնության կարիքն չունեցի, միշտ ընձն է տարածը, ու կյանքում չեմ մտածում, ես հասկացել եմ, որ իմ հետական պետք է ես կարողանամ ժամանակին կազմակերպեմ, ես իմ հետական կազմակերպել եմ և ես ոչ մի նեղության, ոչ մի ժամանակում չեմ զգալու,